Ողջույն սիրելի հետևորդներ, երբևէ մտածել եք, թե ինչ կլիներ, եթե հենց այս պահին Աստված խոսեր ձեզ հետ, ոչ թե երազում, ոչ թե ֆիլմում, ոչ էլ ուրիշ միջոցով, այլ անձամբ ձեզ, կլսեիք, թե կվախենայիք։ Սինա լեռան մոտ Իսրայելի ժողովուրդը հենց դա ապրեց, լեռը դողում էր, կայծակներ կային, փողերի ձայն, կրակ, ծուխ, և մարդիկ աղաչում էին, թող Աստված այլևս մեզ հետ չխոսի, բայց այսօր հեղինակը Եբրայեցիների թղթում ասում է մի ապշեցուցիչ բան. դուք այլևս Սինայի մոտ չեք եկել, դուք եկել եք Սիոն լեռը, այսինքն Աստծուն այլևս Աստծուց պետք չէ վախենալ որպես դատավորից, այլ մոտենալ որպես սիրող հոր, բայց այստեղ մի մեծ հարց է առաջանում, եթե Աստված հիմա խոսում է սիրով, ինչու ենք մենք հաճախ ավելի քիչ լսում, քան Սինայի ժողովրդի վախեցած մարդիկ։ Այսօր մենք միասին կբացահայտենք, թե ինչու է այս հատվածը գուցե ամենաարդիականներից մեկը մեր անհանգիստ ժամանակների համար։ Դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում և պատված էր մեգով, մառախուղով, խավարով ու մթությամբ, որտեղ փողն էր հնչում և պատգամների ձայնը, այնպես որ ովքեր որ լսեցին, աղաչեցին, որ խոսքը չկրկնվի իրենց համար, քանի որ չէին դիմանում այն հրամանին, թե թեկուզ և գազան մոտենան լեռանը կքարկոծվի։ Եվ այնպես ահազդու էր տեսիլքը, որ Մովսեսն ասում էր. «Սարսափում եմ և դողում, բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղեմին, հրեշտակների բյուրավոր բանակներին, երկնքում գրված անդրանիկների հանդիսավոր ժողովին, բոլորի դատավոր Աստծուն, կատարելության հասած արդարների հոգիներին, և Հիսուսին, նոր ուխտի միջնորդին, և նրա արյան հեղումին, որ ավելի խոսում է, քան արյուն Աբելի։ Զգույշ եղեք, չլինի, թե հրաժարվեք նրանցից, ով խոսում է, որովհետև եթե նրանք երկրի վրա Աստծու պատգամները տվող Մովսեսին մերժելով պատժից չազատվեցին, որչափ առավել չպիտի ազատվենք մենք, եթե երես դարձնենք երկնքից խոսողին, որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում և ասում. մեկ անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը։ Եվ մեկ անգամ էլ ցույց է տալիս, որ շարժված բաները պիտի փոփոխվեն, որպեսզի անշարժ բաները մնան հաստատուն։ Ամեն։ Սինա և Սիոն, երկու լեռ, երկու մոտեցում։ Հեղինակը հակադրում է երկու պատկեր։ Սինան կրակ, խավար, փոթորիկ, վախ և Սիոնը կենդանի Աստծո քաղաք, հրեշտակների ուրախություն, եկեղեցի, Քրիստոսի շնորհ։ Սա պարզապես աշխարհագրական համեմատություն չէ, սա մարդու և Աստծո հարաբերության փոփոխությունն է։ Օրենքը ցույց տվեց մեղքը, Քրիստոսը բացեց ճանապարհը դեպի Հայրը։ Հովհան Ոսկեբերանն ասում է. Սինան ծառային էր պատրաստում, Սիոնը որդուն։ Սուրբ Հովհան Ոսկեբերանը բացատրում է, որ Քրիստոսի միջոցով մենք Աստծուն մոտենում ենք ոչ միայն երկյուղով, այլ նաև որդիական վստահությամբ։ Դուք մոտեցել եք կենդանի Աստծո քաղաքին։ Ուշադրություն դարձրեք, հեղինակը չի ասում մոտենալու եք, նա ասում է մոտեցել եք, այսինքն քրիստոնյան արդեն այսօր մասնակցում է երկնային իրականությանը։ Եկեղեցին պարզապես շենք չէ։ Ամեն պատարագի ժամանակ մենք խորհրդավոր կերպով միանում ենք երկնային պաշտամունքին։ Սա եկեղեցու մեծ խորհուրդներից մեկն է։ Եթե մեր ժամանակների հետ համեմատություն կատարենք, ապա կտեսնենք, որ այսօր շատերը եկեղեցին ընկալում են որպես մշակութային վայր կամ ավանդույթի մաս։ Բայց Եբրայեցիների թուղթը հիշեցնում է, երբ աղոթում ես, երբ մասնակցում ես Սուրբ Պատարագին, դու միայն մարդկանց հետ չես կանգնած պարզապես, դու միանում ես այն երկնային իրականությանը, որի մասին խոսում է այս հատվածը։ Հիսուս նոր ուխտի միջնորդ։ Հին ուխտում միջնորդը Մովսեսն էր, նոր ուխտում Քրիստոսը, բայց կա մեծ տարբերություն։ Մովսեսը փոխանցում էր օրենքը, Քրիստոսը տալիս է իր կյանքը։
Նրա այրունը ոչ թե վրեժ է պահանջում ինչպես Աբելի այրունը, այլ ողորմություն։ Սուրբ Օգոստինոս երանելին ասում է. Աբելի այրունը կանչում էր արդար դատաստան, իսկ Քրիստոսի այրունը մեղավորի ներողություն։ Սա Ավետարանի ամենագեղեցիկ հակադրություններից մեկն է։ Զգուշացեք, որ չմերժեք խոսողին։ Սա հատվածի կենտրոնական նախազգուշացումն է։ Աստված խոսում է, հարցն այն չէ, խոսում է թե ոչ, հարցն այնն է, մենք լսում ենք։ Աստված կարող է խոսել սուրբ գրքով, խղճի ձայնով, աղոթքի մեջ, եկեղեցու միջոցով, նույնիսկ փորձությունների միջոցով։ Բայց եթե սիրտը փակ է, ամենաբարձր ձայնն էլ անլսելի է դառնում։ Մենք ապրում ենք ծանոթությունների աշխարհում, հեռախոսը զանգում է, հաղորդագրություններ են գալիս, սոցիալական ցանցերը մշտապես ուշադրություն են պահանջում, բայց այդ անվերջ աղմուկի մեջ Աստծո մեղմ ձայնը հաճախ խլանում է։ Հարցրու քեզ, վերջին անգամ երբ ես լռել այնքան, որ լսես Աստծուն։ Ես պիտի սասանեմ ոչ միայն երկիրը, այլև երկինքը։ Այս խոսքերը շատ արդիական են։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է աշխարհը փոխվում։ Անդադար պատերազմներ, տնտեսական ճգնաժամեր, տեխնոլոգիական փոփոխություններ, անորոշություն, արժեքների փոփոխություն, մարդիկ բռնվում են այն բաներից, որոնք վաղը կարող են չլինել։ Բայց հեղինակն ասում է, Աստված թույլ է տալիս, որ սասանվի այն, ինչը ժամանակավոր է, որպեսզի մնա այն, ինչը հավիտենական է։ Եփրեմ ասորին ասում է. երբ Աստված սասանում է, նա չի ցանկանում կործանել, այլ մաքրել այն, ինչը չի կարող մտնել իր թագավորություն։ Մենք ընդունում ենք անսասան թագավորություն։ Սա հատվածի ամենահզոր խոստումն է։ Քո աշխատանքը կարող է փոխվել, առողջությունը կարող է թուլանալ, հարստությունը կարող է կորչել, նույնիսկ երկրներն ու կայսրությունները կարող են անցնել, բայց Աստծո թագավորությունը չի սասանվում։ Եթե կյանքիդ հիմքը Քրիստոսն է, ապա նույնիսկ ամենամեծ փոթորիկը չի կարող քեզ վերջնականապես կործանել։ Այսօր մարդիկ ամեն ինչ կառուցում են փոփոխվող հիմքերի վրա։ Կարծիքների, հաջողությունների, գումարի, ճանաչման, իշխանության, բայց Եբրայեցիների թուղթը մեզ հրավիրում է կառուցել կյանքը այն հիմքի վրա, որը երբեք չի փլուզում Քրիստոսի վրա։ Կյանքում կիրառելի մի քանի կարևոր քայլեր է մեզ սովորեցնում այս հատվածը։ Ամեն օր մի քանի րոպե լռիր Աստծո առաջ։ Սուրբ Գիրքի ընթերցումը դարձրու ոչ թե սովորություն, այլ Աստծո ձայնը լսելու միջոց։ Երբ կյանքում դժվարություններ են գալիս, հարցրու ոչ թե ինչու, այլ ինչ ես ուզում սովորեցնել ինձ, Տեր։ Մի կապիր քո ինքնությունը միայն նյութական հաջողությունների հետ։ Հաճախ մասնակցիր Սուրբ Պատարագին, գիտակցելով, որ միանում ես երկնային պաշտամունքին։ Ամեն օր ստուգիր, արդյոք կյանքիդ հիմքը Քրիստոսն է, թե ժամանակավոր բաները։ Մի վախեցիր այն փոփոխություններից, որոնց միջոցով Աստված քեզ տանում է։ Շնորհակալ եղիր, որ պատկանում ես անսասան թագավորությանը։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանը սովորեցնում է, որ Սիոնը ոչ միայն ապագա երկինքն է, այլ այն շնորհը, որի մեջ եկեղեցին արդեն ապրում է։ Օգոստինոսը շեշտում է, որ Քրիստոսի արյունը փոխեց մարդու հարաբերությունը Աստծո հետ, վախը վերածելով վստահության։ Սուրբ Եփրեմ աստորին հիշեցնում էր, որ կյանքի սասանումները հաճախ Աստծո դաստիարակության գործիքներն են, որպեսզի մեր հավատքը հենվի ոչ թե անցողիկի, այլ հավիտենականի վրա։ Սիրելի հավատավոր հետևորդներ, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ արագ փոխվում է։ Այսօր վստահ ենք թվում, վաղը անորոշ։ Այսօր կառուցում ենք, վաղը կարող ենք կորցնել, բայց կա մի բան, որը երբեք չի փոխվում։ Քրիստոսը նույնն է, երեկ, այսօր եւ հավիտյան։ Եթե կյանքդ կառուցել ես նրա վրա, ապա աշխարհի սասանումները չեն կարող խլել քո իրական հույսը։ Այսօր Տերը մեզ հրավիրում է ոչ թե վախի Սինա, այլ շնորհի Սիոն։ Նա ասում է՝ մի վախեցիր մոտենալ ինձ,
լսիր նրա ձայնը, մի կարծրացրու սիրտդ թույլ տուր, որ նա մաքրի այն ամեն ինչը ժամանակավոր է, որպեսզի մնա այն, ինչը հավիտենական է։ Եվ երբ այս աշխարհի հիմքերը սասանվեն, դու կանգուն կմնաս, որովհետև քո հիմքը ոչ թե աշխարհն է, այլ Քրիստոսը։ Ուստի, ընդունելով անսասան թագավորությունը, շնորհակալ լինենք եւ հաճելի կերպով ծառայենք Աստծուն երկյուղով եւ ակնածանքով։ Թող սա դառնա ոչ միայն այս հատվածի եզրափակիչ խոսքը, այլ նաև մեր կյանքի սկզբունքը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այս տեսանյութը ուղարկել քո քրիստոնյա բարեկամներին, ընկերներին, նրանց եւս հաղորդակից դարձնելու Աստծո խոսքին։ Աստված օրհնի բոլորիդ։